Բարև ձեզ հարգելի հետևորդներ, գնումների մասին օրենքում լրացումների և փոփոխություններ են կատարվել, որոնց շուրջ Factor TV-ի տաղավարում զրուցելու ենք Promotion ընկերության տնօրեն Հայկ Հովհաննիսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Հովհաննիսյան, գնումների մասին օրենքում փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարից, ինչ առանցքային խնդիրներ կառանձնացնեք գնումների ոլորտում, որոնք այս փոփոխությունների նախաձեռնման պատճառ դարձան։ Շնորհակալ եմ։ Նախ ուզում եմ ի սկզբանե ասել, որ գնումների մասին օրենքում մեծ մասը կիրառման չկա, այսինքն կառավարության որոշումը նախատեսվում է իրականացնել օրենքի ընդունումից հետո 6 ամսվա ընթացքում, որտեղ հիմնական առանցքային կետերն են լինելու, այսինքն կիրառման կետերը։ Իսկ օրենքի փոփոխությունից կան մի քանի հիմնարար սկզբունքներ, որոնք փոխում են գլոբալ առումով։ Նախկինում մենք ունեցել ենք գնման ձևեր, որոնք օրենսդրությունով սահմանված են եղել, ունեցել ենք ֆիքսված 4 գնման ձևեր, այժմ գնման ձևերը փոփոխվել են, ներկայումս ունենալու ենք ակտիվ եւ պասիվ տեսակի գնումներ, որոնք ռադիկալ փոփոխություն են առաջացնում, էլի։ Հիմնական փոփոխությունը սա է, գնման ձևերը։ Ինչն է փոխվում գործնականում։ Գործնականում, տեսեք, ակտիվ ընթացակարգերի մասով կառավարության որոշմամբ կսահմանվեն գնման ձևերը, ակտիվ լինելու են այն գնման ձևերը, որտեղ կազմակերպելու են ընթացակարգեր մրցակցային, դա կլինեն ներկայումս գործող օրինակ էլեկտրոնային աճուրդը, երկփուլ մրցույթը, իսկ պասիվ ընթացակարգերը, որը մինչ այս չկար, նախատեսում ենք իրականացնել եւ այդտեղ ունենք 3 նոր փոփոխություն, որոնք որոշակի առումով հեշտացնելու են գնումների գործընթացը։ Պասիվ ընթացակարգերի առաջին մասը առանձնացնենք լինելու է հարթակ, էլեկտրոնային առևտրի հարթակ է կոչվելու, դա միջազգային օրինակ on-line հարթակներ, օրինակ բերեմ Amazon-ը, հա, ինչպես կան հստակ դասակարգված են, կան ապրանքները, տեսակները իրենց գներով, այստեղ նախատեսվում է, որ ապրանքը կլինի իր գնով, պատվիրատուն մուտք գործելով հարթակ, կընտրի, արդեն կմնա միայն առաքման, փոխադրման հետ կապված ծախսերը եւ ժամկետային, այսինքն երբ է լինելու վճարումները, որը ահագին օրինակ պայմանական գրենական տնտեսական պիտույքների, որը հանդիսանում են հիմնական բոլորի կողմից ձեռք բերվող ապրանքներ, ավելի կհեշտացվեն։ Երկրորդը դեռ կարգը չկա, բայց գլոբալ առումով պետությունը նախատեսում է ունենալ short list վստահելի գործընկերների, միջազգային գործընկերների, միայն միջազգային։ Այո, նախատեսում են այդպես, փոխնախարարը օրենքի նախագիծը ներկայացնելուց այդպես է ներկայացրել, այնտեղ նախատեսում են ունենալ որոշակի ցանկ, որոնք միջազգային են, որոնք երբ որ մենք մրցույթ ենք հայտարարում, իրենք մեր փոքրությունը, երկրի մասշտաբի փոքրությունը հաշվի առնելով չեն մասնակցում, բայց փորձը ցույց է տալիս, որ դու երբ որ 2-3 կազմակերպության հետ բանակցում ես, տվյալ ոլորտի ուղիղ բանակցում ես եւ ոչ մրցույթ ես կազմակերպում, շահագրգռում են եւ իրանք մասնակցում են։ Սա լինելու է կառավարության կողմից հաստատված ցանկ եւ պետք է առնվազն 3-ի հետ բանակցություններդ վարես, կազմես քո բնութագիրը կոպիտ ասած, գնառաչարկը ստանաս եւ ունենաս, որը իրանից էլի մրցույթ չի նախատեսելու։ Եվ երրորդը, որը ունեցել ենք տարիներ առաջ, հա, որը վերացել էր այս օրենքի ընդունումով, կոչվում էր շրջանակային համաձայնագրեր։ Շրջանակային համաձայնագրերը իրենց տեսակով, այսպես ասած, ֆորմալ առումով 2 փուլ են նախատեսում, որի առաջին փուլը իրականացվում է նախավորակավորում են մասնակիցներին, այսինքն սահմանում են որոշակի կրիտերիաներ, որ տվյալ ոլորտի մասնակիցները գալիս են, անցնում են առաջին փուլը, կազմվում է կարճ ցուցակ, որտեղ եւ այդ շրջանակային համաձայնագրերը կոչվում են բաց, այսինքն ցանկացած փուլում նոր մասնակից, եթե տվյալ գործունեության ոլորտում ցանկություն ունի ինքն էլ ինտեգրվել, ցանկացած փուլում կարողանալու է դիմել եւ ներգրավել։ Շրջանակային համաձայնագրերի դեպքում կունենանք ամեն ոլորտի մասով ինչ-որ կարճ ցուցակ, որտեղ արդեն պատվիրատուները երկրորդ փուլի համար օրինակ եմ ուզում բերեմ, երբ որ նախագծման մրցույթ ենք անում, մենք փաստաթղթեր ենք ուսումնասիրում, ահագին երկար ժամանակ է գնում։ Իսկ տվյալ դեպքում, եթե շրջանակային համաձայնագրերում նախատեսվեն նախագծային աշխատանքները, լիցենզիայով բանով արդեն այն աշխատանքները, որոնք ենթակա են նախագծման
կապված իրենց դասերից, հա, աստիճաններից ինչ կատեգորիայի իրենք թույլտվություն ունեն, արդեն պատվիրատունին կմնա միայն պահանջը ներկայացնել եւ ստանալ գնահառաչարկ, ոչ ստուգել դոկումենտները, ոչ բան անել, որոնք շատ երկար ու ժամանակատար process-ներ են։ Իսկ ակտիվի մասով, ինչպես նշեցի, դեռևս ոչ մի բան օրենքով չկա, նախատեսումը կառավարության որոշմամբ, բայց փոխնախարարը իր խոսքում նշեց, որ կոպիտ ասած այն մրցակցային ընթացակարգերը, որոնք հիմա մենք ունենք, լինելու են ակտիվ ընթացակարգերի շրջանակում։ Գլոբալ առումով սա էր, որ տենց առանձնացնեմ։ Պարոն Հովհաննիսյան, տեսեք, դուք մեկ անձից գնմանը անդրադարձ կատարեցիք, այդ որ ասում եք միջազգային ընկերությունների հետ պայմանագրեր, դա վերաբերում է ռազմարդյունաբերության ոլորտին, որը որ նշվում էր նաև օրենքում փոփոխությունների համատեքստում, թե ցանկացած։ Տեսեք, փոփոխությունը ենթադրում է բոլոր տեսակի գնումների դեպքում, այստեղ երկու տարանջ նախ ռազմարդյունաբերությունը ինքը առանձին տվյալ այս փոփոխությամբ օրենքի առանձնացրել են եւ առավելություն են սահմանել։ Կխնդրեմ այդ մասով։ Հա, ռազմարդյունաբերության մասով մենք ներկայումս չունեինք որևէ արտոնություն, հա, հիմա քանի որ ռազմարդյունաբերությունը ինքը եւ Հայաստանում իր տեսակով աճում է ռազմարդյունը եւ նաեւ միջազգային գործընկերների դեպքում շատ դժվար է իրենց ներգրավել մրցույթներին, ըստ էության ստացվում էր մրցույթ էինք անում, բայց մրցույթ անելու բան չկար, էլի շատ ունիկալ տեսակներ էին ու ամեն մեկն էր իր ապրանքով գալիս։ Հիմա ռազմարդյունաբերությանը տրվել է առավելություն, այսինքն նու ռազմարդյունաբերությունից օգտվում են կոնկրետ գերատեսչություններ, իրենք կարող են մեկ անձից գնումների միջոցով անել։ Իսկ մեկ անձից գնումների մասով փոփոխությունը, այստեղ էլ շատ հետաքրքիր փոփոխություն կա, մինչ այս պահը այս օրենսդրական մասը ապահովում էր կառավարության որոշմամբ, իրավունք էր վերապահվել, որ պատվիրատուի ղեկավարը կարող է իր որոշմամբ մեկ անձից գնում կատարել։ Նախկինում այդ գործընթացը կազմակերպվում էր միայն կառավարության որոշմամբ ու կոպիտ ասած, երբ որ պետք էր ինչ-որ բան ձեռք բերել, նույնիսկ պոակի համար եւ գումարը պայմանականորեն 3 միլիոն էր, պարտադիր դա պետք էր գնալ կառավարության որոշումով լինել։ Ներկայումս գործող օրենսդրությամբ, որը հիմա է գործում, տվյալ լիազորությունը վերապահվել է պատվիրատուի ղեկավարին եւ ֆինանսների նախարարության ֆինանսների նախարարությունը ունի վիճակագրություն, որտեղ հստակ ունեն ցուցանիշներ, որ մեկ անձից գնումները կրճատվել են։ Երբ որ պատասխանատվությունը կոպիտ ասած արդեն հիմնարկի ղեկավարը պիտի կայացնի, արդեն պատասխանատվությունը փոխվել է։ Եվ այս օրենսդրության փոփոխությամբ դա տարվել է օրենք եւ օրենքով է կատարվել փոփոխությունը, այնտեղ 100 միլիոնի շեմ են սահմանել, որ 100 միլիոն շեմից բարձր գնումների դեպքում արդեն կարող են գալ եւ կառավարության հետ քննարկել։ Նո տվյալ դեպքում երևի թե հիմնական մեխը կլինի այն, որ երբ որ լինում է շահերի բախում երկու գերատեսչությունների միջև, պայմանական եմ ասում, այդտեղ շատ լավ օրինակ է բերել փոխնախարարը, երբ որ ինչ որ պահանջներից ելնելով ճանապարհը պետք սարքել, հա, բայց մի գերատեսչություն ասում է ճանապարհը հրատապ է, բայց այն գերատեսչությունը, որ իրականացնում է ճանապարհների վերանորոգումը, կառուցապատում, ինքն ասում է իմ ծրագրում ներառված է, դա իմ համար հրատապ չի, ես հերթով կանեմ։ Այս երկու շահերի բախման դեպքում գնան կառավարությունը, քանի որ ինքն է երկրի առաջնահերթությունը որոշում, ըստ էության կդիտարկեն դա մեկ անձ է լինելու, թե շարունակվելու է։ Այդ մասով են արել, էլի, որը կարծում եմ էլի շատ կարևոր փոփոխություն է։ Այս մեկ անձի հետ կապված, գիտեք, որ միշտ քննադատությունների կենտրոնում է հայտնվում, սրա հետ կապված կառավարությունը ցանկեր չէ սահմանում, որ դեպքում օրինակ գերատեսչությունը կարող է մեկ անձից գնում հայտարարել։ Հիմա, այսինքն այդ ցանկ այլևս չի լինելու, պատվիրատուն ինքն է որոշելու, դա հրատապ խնդիր է, կարող է այդ գնմամբ մեկ անձով գնում իրականացվել, թե ոչ։ Չէ։ Այսինքն այդ մասով փոփոխություն կա, թե ոչ։ Դեռևս քանի որ որոշումը չկա վստահորեն չասեմ, բայց գրեթե վստահ եմ, որ կառավարության որոշմամբ նույնպես ցանկ կսահմանվի, ուղղակի օրենքով հստակ ռազմարդյունաբերությունը արդեն իսկ առանձնացվել է, որտեղ ինքը շատ կարևոր ճյուղ է։ Մի երկու կետեր էլ ենթաօրենսդրական ակտից էլի եկել են օրենսդիր, շատ օրենսդրի ընդունված ակտ, դրանք հիմնական բաներն են, որոնք օգտագործում են ու նորմալ են, էլի
վստահորեն կառավարության որոշմամբ էլի կլինեն սահմանված ցանկ, որտեղ օրինակ եկեք դիտարկենք հոսանքը, ջուրը, գազը, սրանք մենաշնորհներ են, որոնք օրենքի այս փոփոխությունում անդրադարձ չկա։ Հետևաբար հաստատ կառավարության որոշմամբ այս մասին անդրադարձ կլինի ու ցուցակ կսահմանվի, էլի։ Իսկ ռազմաարդյունաբերության ոլորտում, որ մեկանձից գնումներ իրականացվելու են, դրանց վերահսկողությունով է իրականացնելու, որ չհիմնավորված, այսպես ասած, գնումներ չլինեն այդ դեպքում։ Տեսեք, այս մասով ներկայումս գործող օրենսդրությամբ ունենք հստակ սահմանում, կոչվում է հանրային հսկողություն։ Հանրային հսկողության համար ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է ընթացակարգ հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցները անցնելով որոշակի ընթացակարգով նախավորակավորվում են կոպիտ ասած ֆինանսների նախարարության կողմից եւ ցանկացած ընթացակարգի մասով 1 միլիոնից ավել գնումների դեպքում կարող են նույնիսկ իրենք դիմել եւ ստուգել։ Իսկ որպես ստուգող մարմին պետության կողմից առանձնացված ունենք պետական վերահսկողականը եւ հաշվեկնիչ պալատը բյուջեի միջոցների հաշվին, որոնք իրականացնում են, այսինքն լրացուցիչ հանրային հսկողություն այս տիրույթով արված։ Սահմանափակում չկա, թեև դա ռազմաարդյունաբերություն է եւ կարող են։ Եվ այստեղ մի հատ էլ առավելություն, որ ներկայումս ես նշեցի, որ ներկայումս գործող օրենսդրությամբ միլիոնից ավել գնումները կարող են հանրային, իսկ այս փոփոխությամբ միլիոնից ներքև գնումներն են արդեն ներառվել են հանրային հսկողության ցանկի մեջ, այսինքն նույնիսկ եթե պայմանագրի գինը լինի 20000 դրամ, նախավորակավորված հանրային հսկողության մարմինները կարող են դիմել եւ գնան պայմանագրի ստուգումն իրականացնելու, էլի։ Այսինքն եթե այս նախկին փոփոխություններով, նախկին օրենսդրությամբ կարող են հանրային հսկողությունը սահմանափակվել մրցութային փուլով, հիմա այսինքն տարածվում է նաեւ պայմանագրի կատարման ու կառավարման փուլերի վրա, եւ ես որպես լրագրող, հասարակական կազմակերպության ներկայացուցիչները կարող են ստուգել, հետևել այդ ողջ գործընթացին։ Այո, երբ որ պայմանագիր, քանի որ գնման գործընթացը ամբողջապես էլեկտրոնային տիրույթում է եւ հասանելի է, ցանկացած տեղեկատվություն, երբ որ պայմանագիրը կնքվում է եւ կնքվածի մասին հայտարարություն է հրապարակվում, լրատվամիջոցները եւ հասարակական կազմակերպությունները այնտեղ կնքվածի մասինում դիմելու կարգ է սահմանվում, ինչ էլեկտրոնային փոստին, ինչ ժամկետում, ինչ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով կարող եք դիմել։ Դիմում եք եւ կարողանում եք արդեն իրականացնել հանրային հսկողությունը։ Սա իրականացվել է նաեւ թափանցիկության բարձրացման տեսանկյունից։ Այո, վստահորեն։ Որովհետեւ պարոն Հովհաննիսյան, մեկ անձինց գնումներին վերադառնալով, մշտապես քննադատության կենտրոնում լինելով, կոռուպցիան ամենամեծ ռիսկեր պարունակող ոլորտներից մեկն է եղել ու շատ գերատեսչություններ տեսել ենք, որ օրինակ մեկ անձինց գնումներ իրականացնում են այն դեպքերում, երբ օրինակ մենք գիտենք, որ նոր տարի պետք է լինի, անկախության տոն պետք է լինի, այս դեպքերում այս կարգավորումներով թեև նշում եք գուցե կառավարության այդ ցանկը մնա կամ նոր փոփոխություններ իրականացվեն, այս մասով դեռ չկա որևէ հստակություն։ Չէ, այս մասով չկա, բայց ուզում եմ այստեղ շատ հստակ տարանջատենք, էլի, որտեվ լինում են օբյեկտիվորեն դեպքեր, հա, մենք առնչվել ենք ու իմ անձնական փորձից եմ ասում, երբ որ տարեվերջին նոր որոշում է կայացվում, որ այս տարի ունենք գումարներ, հա, չէինք նախատեսել, որ նոր տարվա զարդարանքը փոխեինք ռադիկալ, բայց քանի որ ունենք տնտեսված միջոցներ ու կան գումարները, եկեք փոխենք այս տարի բան անենք, ունենանք լավ նոր տարվա ձևավորում, հա, պայմանականորեն։ Այս լինում են նաև դեպքեր, որոնք օբյեկտիվորեն հիմնավորված են լինում մեկանձերի։ Միշտ ասել, որ դա խնդիր է, այդպես չի, էլի, իրականում երբեմն լինում են խնդրահարույց դեպքեր շատ են լինում են դեպքեր, որոնք օրինակ լրագրության տեսանկյունից ի հայտ են գալիս, այլ լրագրողներն անդրադառնում են, հետո նոր հիմնավորումներով սկսում է բացահայտվել կամ հերկվում է կամ իրոք պատճառաբանվում է, որ դրա կարիքը չկար, կամ ձեր վերած օրինակը պայմանական ոչ բոլոր դեպքերում ամանորյա զարդարանքը այդ պահին ի հայտ գար։ Բոլորս գիտենք, որ տարեվերջին պետք է ամանորյա զարդարանքն անել, էլի։ Այս մասերով կա, դրա համար այո, մեկանձերը միշտ եղել են խնդիր, միշտ խնդիրը լինելու են, բայց ամենայն դեպս պետությունը քայլեր անում է որոշակի, որ դարձնի թափանցիկ։ Այլ բան է, հիմա դուք կարող եք հարցնել ինձ, հա, որակավորվում են, բայց արդյոք գնում են ինչքանով է դա համապատասխանում թե չէ, բայց պետությունը որպես այդպեսին գործիք ստեղծում է, էլի։ Մնում է կիրառելու հարցը։ Եվ նաև մինչև 80 միլիոն դրամի գնումների
դեպքում հայտ ներկայացնելու ժամկետն է կրճատվում, դառնալով առնվազն 7 օրացուցային օր, իսկ 80 միլիոն դրամից բարձր գնումների դեպքում առնվազն 30 օր։ Եթե նախկինում չեմ սխալվում, այս ժամկետներն ավելի երկար էին։ Տեսեք, օրենքով ճիշտ եք, մինչև 80 միլիոնը երկար էր ավելի, բայց կառավարության որոշմամբ հենց այդ 7 օրն էր եւ այդպես էլ սահմանվում էր, էլի, այսինքն ըստ էության չի փոխվել։ Նույնն էլ 80 միլիոնից ավելը նախկինում 40 օր էր, բայց այս պահին արդեն իսկ գործող մոտ տարուց ավել է գործող օրենսդրությամբ 30 օր, այսինքն ըստ էության այդ մասով ոչինչ չի փոխվել։ Պարոն Հովհաննիսյան, տեսեք, շատ հաճախ լինում են դեպքեր, մրցույթներ հայտարարվում են եւ պայմանագրերը, հայտերը ուսումնասիրելու ընթացքում տեսնում ենք, որ շատ նման կամ մոտ առաջարկներ է ներկայացրել ընկերությունը, որը մասնակցել է այդ մրցույթին եւ այստեղ կարող է լրագրողի մոտ կամ քաղաքացու մոտ այնպիսի տեսակետ առաջանալ, կարծիք, որ ձևավորվել, որ գուցե նրանք պայմանավորվել են միմյանց հետ, շատ հաճախ են լինում, հա, այս առումով ինչ կարգավորում է մտցվում գնումների մասին օրենքում։ Գործող օրենսդրության համապատասխան, երբ մասնակիցը, օրինակ, երբ ընթացական մրցույթը բացվում է, ունենում ենք ներկայացված գնառաջարկներ եւ բոլոր ընտրված ճանաչված մասնակիցները, այսինքն այն մասնակիցները, ովքեր համապատասխանում են, հա, տվյալ պահանջին, իրենց մեջից նվազագույնը դառնում է հաղթող եւ եթե օրինակ նվազագույնը հրաժարվի երկրորդ տեղի հետ ինչ որ հանցավոր համաձայնության գա որ տարբերություն, այս դեպքում կազմակերպությունը կրում է վնասներ։ Նախ սև ցուցակում է ներառվում, սև ցուցակում ներառվելու դեպքում գործող օրենսդրության համաձայն արդեն բոլոր իրեն փոխկապակցված անձիկ ներառվում են ցուցակում։ Այս մասով էլ է շատ լավ օրենսդրական փոփոխությունը, որովհետև առաջ ինչ էր լինում, ընկերությունը ներառվում էր ցուցակում, հաջորդ օրը գնում էին նոր կազմակերպություն էին բացում եւ նորով մասնակցում էին։ Հիմա որոշակի առումով խստացվել է ֆինանսների նախարարության կողմից նույնիսկ փոխկապակցված անձանց ցուցակ է վարվում, որոնք հստակորեն արդեն սահմանափակում են։ Եվ եթե մրցույթը 25 միլիոնից ավել է, մասնակցության 5% վճար կա, որը էլի հսկայական գումարային բան է։ Եվ այդ մասը, որ բացումից հետո պայմանավորվեն, իրականում շատ հազվադեպ կարող է նման բան լինել։ Բայց եղել են դեպքեր, մենք էլ հաճախ անդրադարձել ենք։ Լինում են, բայց վստահորեն հիմա եթե ուսումնասիրենք վերջի տարիների դեպքերը, կտեսնենք, որ շատ կտրուկ դրանք նվազել են, էլի, որտեվ ամեն ինչ արվում է, որ այդ մասերը դուրս գան, էլի։ Կամ հետո կեսից մրցութային այդ որոշում է ընկերությունը, որ այլևս չի ուզում մասնակցել, այդպիսի դեպքեր են լինում, այս մասով էլ նաև կարող են ինչ-որ կասկածներ առաջանալ, որ գուցե ինչ-որ պայմանավորվածություն է եղել նրանց միջև։ Իրականում չեմ բացառում, բայց տեսեք, երբ որ ընկերությունը մասնակցում է գնումների գործընթացին, հաղթում է, ապրանքը մատակարարում է, եթե տվյալ ընկերությունում կոպիտ ասած մասնակցության քանակը, հա, մրցույթների մասնակցության քանակը բարձր է լինում, իսկ ֆիննախի վերջի տարիների հրապարակված միջին ցուցանիշով անընդհատ աճ ենք ունենում։ Նշանակում է, որ նորմալ է։ Իսկ ունենք կազմակերպություններ, պետական հիմնարկներ, որոնցում մասնակցությունը հիմնականում 1 է։ Տվյալ դեպքում արդեն իսկ ձեր ասած մտավախությունները իհայտ պետք է այդ տեսանկյունից էլ ստուգել, էլի, երբ որ պետական հիմնարկում մասնակցության ընդհանուր ցուցանիշը միշտ 1 է, դա լրջագույնս խնդիր է, այսինքն այդտեղ առաջան եւ մասնակցության մեջ է խնդիրը, այսինքն տեղ բնութագրերը շատ խտրական են լինում։ Լինում են դեպքեր, երբ հաղթելուց հետո մասնակիցը տանում է, բայց անընդհատ խնդիրներ են սարքում մասնակցի համար պայմանագրերը ընդունելուց։ Այո, այս մասերը կան, բայց այս բողոքարկման ինստիտուտները, բաները ընթացակարգային անընդհատ հետևել այդ հանրային հսկողները, լրագրողներին բանանելը կարծում եմ զգոնության եւս մեկ ցուցիչներ են, որոնք անում են։ Ստեղծվում է գնումների միասնական հարթակ եւ ընկերության նկատմամբ կիրառված ցանկացած տույժ կամ տուգանք հաջորդ օրը հանրայնացվում է այդ հարթակում։ Ինչպես կարող է սա ազդել գնումների գործընթացի վրա։ Տեսեք, միասնական հարթակի գործընթացը սկսվել է դեռևս 2025 թվականից, կազմակերպվել է մրցույթ եւ միջազգային կազմակերպություններ են դիմել եւ շատ իզարմանս մեզ շատ հեղինակավոր կազմակերպություն է հաղթել այդ գործընթաց, այո, միասնական հարթակի, ինքը շատ ժամանակատար է, ժամկետը եթե ես չեմ սխալվում
հաջորդ տարվա վերջը, թե այս տարվա վերջ, չեմ հիշում, երկարատև է process-ը, բայց վստահորեն որոշակի խնդիրներ առաջանալու են, դա ինքն իրենից շատ բարդ համակարգ է ներկայացնում։ Ներկայումս մենք ունենք մեկ հարթակ, երկու առանձին համակարգ, մեկ պլանավորման համակարգ, պայմանագրեր, այսինքն մի քանի համակարգը նախատեսում են իրականացնել մեկ հարթակի միջոցով, որը կլինի հնարավորինս թափանց։ Ներկայումս երբ որ ցանկանում ենք ինչ-որ տեղեկատվություն հավաքել, այդ 3-4 հարթակների միջոցով պատտվելով պիտի գնանք։ Օրինակ ներկայումս էլ երբ որ պայմանագիր է լուծվում, տուժուտուգանք է կիրառվում եւ այլն, ամբողջապես կա գնումների միասնական հարթակում, բայց այդ ինֆորմացիան հավաքելը տևում է ժամանակ, որտեղ մի քանի աղբյուրների մեջով պատտվում ես, մինչև գտնում ես այդ ինֆորմացիան։ Այսինքն հարթակը հունվարի 1-ից կգործի։ Կդժվարանամ ասեմ հարթակը հունվարի 1-ից կգործի թե չէ, բայց ինտենսիվ աշխատանքներ տարվում են, մրցութային գործընթացը շատ երկար է տևել, հա, կարծում եմ մի քիչ այս առումով կարող է եւ վերապահում լինի ժամկետային առումով, բայց ամեն բան արվում է, որ հասցնեն, էլի։ Պարոն Հովհաննիսյան, այս նոր փոփոխություններով գնումների ցանկացած փուլում թույլատրվելու է արհեստական բանականության գործիքների կիրառումը, ինչ գործընթացների կամ գործողությունների է սա վերաբերում եւ ինչ խնդիրներ կամ ռիսկեր կարող է հանգեցնել արհեստական բանականության կիրառումը գնումների գործընթացում։ Տեսեք, գնումների գործընթացի օրենքի մակարդակով զուտ տարանջատվել է, որ հնարավորություն են ձեռնում արհեստական բանականության գործիքներ կիրառել, բայց ազգային ժողովում օրենքի նախագիծը ներկայացնեց, փոխնախարարը ասաց, որ նույնիսկ ունեն vision, որ կարող է մի որոշ ժամանակ հետո գնումների մասնագետի ֆունկցիան իրականացնել արհեստական բանականության այդ գործընթացը։ Ներկայումս կդժվարանամ ասեմ, ամեն դեպքում կարծում եմ, որ հարթակը, որը ստեղծվելու է, ինքն էլ է ունենալու գործիքներ, որոշակի ուսումնասիրության, որովհետև մենք օրինակ եթե այս պահին վերցնենք թեկուզ գրիչը, հա, որ բոլոր գերատեսչությունները, ՓԲ-ները, ՊՕԱԿ-ները բոլորը ձեռք են բերում գրիչ, կարող է չգտնենք երկու մարմին, որ նույնտեղ բնութագրով են գրիչը ձեռք բերում, էլի։ Այնինչ վերջնարդյունքը նույնն է, բոլորը նույն գրիչն են ձեռք բերում, էլի։ Այս մասերով վերլուծության առումով բանով կարծում եմ ինքը շատ օգտակար կլինի, բայց ես ինքս չեմ պատկերացնում ոնց պիտի գնումների համակարգողի ֆունկցիան իրականացնի արհեստական բանականությունը։ Եվ այդ դեպքում ով պիտի պատասխանատվություն կրի, եթե սխալներ լինեն։ Դե ենթադրում եմ ինչ որ օրենսդրական ակտերով դա պետք է կարգավորվի, որովհետև աշխարհը առաջ է գնում ու նույնիսկ երկրներ կան, որ ունեն արհեստական բանականության նախարարություններ, օրինակ վերջերս մեզ մոտ էլ փոփոխություն եղավ, բարձրագույն տեխնոլոգիաների նախարարությունը փոխվեց, չէ, արհեստական բանականության բաղադրիչն ավելացավ մեջը։ Իրականում դա լուրջ հարց է, որ գլոբալ հարց է, էլի, կդժվարանամ հիմա պատասխանել, բայց կարծում եմ ինչ որ կերպ կկարգավորվի, մինչև իրեն ուժ տալը կկարգավորեն։ Դուք նաև բողոքարկման կարգի մասին խոսեցիք, հիմա կխնդրեմ մի փոքր ավելի մանրամասնեք, ցանկացած բողոք այսուհետ պետք է ներկայացվի բացառապես դատարան եւ եթե մասնակիցը դժգոհ է մրցույթի հրավերի պահանջներից կամ գնման առարկայի բնութագրից, իրավունք ունի դրանք բողոքարկել դատարանում մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը, հաշվի առնելով նաև դատարանների ծանրաբեռնվածությունը, արդյոք սա չի դանդաղեցնի գնման գործընթացը։ Տեսեք, այս մասով ես իմ կարծիքն ասեմ, նախկինում բողոքարկումը դատական գործընթացների միջոցով, դատարանների միջոցով արդեն տևական ժամանակ է, որ առկա է, ունենք բազմաթիվ խնդիրներ, ունենք նույնիսկ արձանագրված հետևյալ դեպքը, երբ մեկ դատավոր նույնական երկու գործով տվել է տարբեր որոշումներ։ Այսինքն պահանջը նույնն է, բայց վերջնական որոշումը տարբեր է։ Դատական համակարգով շատ երկու անցել ենք դատական համակարգի, խնդիրները շատ են առաջացել, կան առանձնացված դատավորներ, ովքեր հենց գնումների գործընթացներն են քննում, բայց ամեն դեպքում խնդիրը չի լուծում։ Ամեն դեպքում դատավորների մոտ հիմնականում ոչ բոլորի, բայց հիմնականում կան ուշացումներ, հիմնականում տարբերվում են որոշումները ոչ միայն երկու դատավորի մոտ է նույն որոշումը, այլ մեկ դատավորի մոտ երկու նմանատիպ գործով կան տարբեր որոշումներ, էլի։ Այս մասով կարծում եմ դատական համակարգով քննելը բողոքները շատ սխալ որոշում է,
ու արտադատական համակարգը, որ ունենք մինչ այս փոփոխությունը, ամենահարմարն էր, էլի։ Կարծում եմ կարելի է այստեղ մտածել, եզրահանգումներ անել ու վերլուծել, որովհետև արդեն տևական ժամանակ է եւ նա ունենք փորձը, հա, երբ որ արտադատական էր եւ ունենք դատական, արդեն կարելի է համեմատել ու իրոք այս տարբերակը որևէ կերպ չեմ կարծում, էլի, որ ճիշտ որոշում է եղել ժամանակին։ Պատասխանատու գերատեսչության հետ որևէ քննարկում Այս պահին այդ հարցով քննարկում չկա, չէ, դիրքորոշում է, որ դատարաններով պիտի անեն։ Բայց փոփոխություններ նախաձեռնելուց առաջ շահագրգիռ կողմերի հետ հանդիպում քննարկում չի իրականացվում։ Իրականացվում է, քննարկում են, մեծ բանել կա, կարծիքների թերթիկ կա օրենքի փոփոխությանը կից, երբ որ կառավարության որոշման հաստատվեց օրենքի փոփոխության նախագիծը ներկայացվի ազգային ժողով, կար գերատեսչությունների հետ քննարկումներ, կար հանրային քննարկում, կար որոշակի կետեր ընդունվել են, որոշակի կետեր չեն ընդունվել, բոլորին ֆինանսների նախարարությունը իր պարզաբանումը տվել է, որոշ բաներ ասում է կնախատեսենք, ինչ որ ժամանակ անցնելուց հետո կանենք, որոշ բաներ ընդունել են, փոխել են, կան, չէ, իրականում գնումների օրենսդրությունը գրեթե բոլոր պետական հիմնարկներն առնչվում են ու միշտ կարծիքները լինում են, էլի։ Ես չեմ հիշում գնումների օրենքի փոփոխություն, որը տենց կարող ինչ որ հեշտ անցած լինի, էլի, անընդհատ տարբեր բաներ, տարբեր խնդիրներ ու անընդհատ փոփոխություններով գնում ենք, էլի, նենց չի որ դժվար ասել, տեսեք, մինչև 17 թիվը ունեինք շրջանակային համաձայնագիր, հանել էինք, հիմա նորից մտցնում ենք, հանել էինք այն պատճառով, որ ԵԱՏՄ-ով չկար նման ռեգլամենտ, որ պետք է ունենանք շրջանակային համաձայնագրեր, բայց փոխնախարար օրենքը նախագիծը ներկայացնելուց ասաց, որ ըստ էության արգելվում է, բայց մեծ մասը երկրների այլ անվան տակ կիրառում են այդ ընթացակարգը, դրա համար մենք էլ ենք որոշել այդ փոփոխությունը անել։ Ինքը շատ լավ ընթացակարգ է, եղել է նախկինում ու շատ պրակտիկ հարմար ընթացակարգ է։ Ուղղակի կետերը պետք է հստակ սահմանել, անդադ աշխատել եւ աչքաթող չանել, էլի, որովհետեւ երբ նոր փոփոխություններ լինում են, պետք է անընդհատ հետևել, միշտ փորձել up to date լինել, էլի, ինֆորմացիա։ Պարոն Հովհաննիսյան, գործող օրենսդրությամբ գնումների ժամանակ հաճախ հաղթում էր այն ընկերությունը, որն առաջարկում էր ամենացածր գինը, ինչի հետևանքով պետությունը երբեմն ստանում էր անորակ ծառայություններ, որոնց մասին պարբերաբար լրատվամիջոցները բարձրաձայնում էին։ Նոր փոփոխություններով գնահատումը կարող է ներառել ոչ միայն գնային, այլև փորձագիտական գնահատման չափանիշներ, ինչ է սա գործնականում նշանակում, ինչ փոփոխություն կարող է տեղի ունենալ։ Տեսեք, այդ փոփոխությունը իրականում նոր չի, այդ փոփոխությունը եղել է օրենքում, բայց գործել է, այո, ներկայումս էլ է գործում, բայց հիմնականում այդ եղանակով մրցույթներ չեն կազմակերպում, որովհետև որակավորման պահանջներ սահմանելը ինքն իրենին շատ բարդ բան է ներկայացնում եւ սահմանել, այսինքն չունենք այն մասնագիտական կարողությունները, որ սահմանենք եւ հետո երբ որ առաջարկները ստանանք, կարողանանք համեմատել իրականում որն է հարմար, որն է անհարմար, էլի։ Այստեղ որ ես ասեցի, հենց ֆինանսների նախարարության միասնական հարթակի մրցույթը ինչի է երկար տևել, որովհետեւ անհրաժեշտություն է առաջացել մարդկանց ներգրավելու, որ գնահատեն իրականում, որովհետեւ երբ որ խոսքը վերաբերվում է ոչ շոշափելի կամ երկու նմանատիպ բան կան, որն է իրականում ավելի հարմար մեր պետության համար, որն է լավ։ Այս մասերով օրենքում նույնպես փոփոխություններ են եւ փորձագետների են թողում ներգրավել մեկ անձով, որ տվյալ դեպքերում ավելի հեշտ լինի գործնականում քայլերը։ Բայց այն որ ասենք սա նոր փոփոխություն է, նոր չէ, պարզապես չի կիրառվել ինքը, էլի։ Հիմա էլ կիրառվում է, բայց շատ հազվադեպ, էլի։ Հիմա էլ ներկայումս չգիտեմ ինչքանով ինքը արդյունավետ կլինի կառավարության որոշմամբ, ինչքան ինքը կխստացվի ու խթանվի այդ ուղղությունը, որ անեն։ Ամեն դեպքում մրցույթի տեսակետից հեշտ է դնել գին ուզել, ով էժան արեց, ես սահմանել եմ իմ կրիտերիաները, կոպիտ ասած, բան անեմ, էժան գինն էլ տա, պրծնեմ։ Իսկ նենց համեմատեմ, օրինակ, երբ խոսքը գնում է ճանապարհաշինարարության մասին, արդյոք տեխնիկան լավն է, արդյոք իր առաջարկած բիտումը կամ հենց ասֆալտը ամենալավն են, ինչ տեսակետներ, այս կարողությունն էլ պետք է ունենանք, որ կարողանանք գնահատել, էլի։ Դրա համար բոլորը ավելի գնում են երկրորդ ճանապարհով, ցածր գնով, սահմանել պահանջ եւ ցածր գնով ունենալ հաղթող։
Բայց նույն այդ օրինակ ասֆալտապատման աշխատանքների հետ կապված խնդիրների շատ ենք բախվում։ Մենք տեսնում ենք, որ օրինակ Երևանի քաղաքապետարանը ասֆալտապատում իրականացնում է այն հատվածներում, որտեղ ամիսներ առաջ իրականացվել էր եւ ամիսներ առաջ դա լայն քննադատության ալիք բարձրացրեց եւ պարզվեց, որ իսկապես այդ ժամանակ հսկողություն չի եղել, չեն տեսել օրինակ ընկերությունը այդ բիտում օգտագործել է, թե չի օգտագործել։ Հիմա սա եթե լիներ գործեր էս մեխանիզմը, այդ անորակ ծառայություններից չէինք խուսափի ի վերջո։ Դե տեսեք, հիմա ինչպես է ստացվում, պատասխանատու ստորաբաժանումը, ով որ անվանական չասենք, հա, մրցույթի դեպքում պատասխանատու ստորաբաժանումը սահմանում է իրեն ինչ է անհրաժեշտ։ Մրցութային գործընթացը ավարտելուց հետո, պայմանագիր կնքելուց հետո պատասխանատու ստորաբաժանումը ընդունում է իր պահանջով տրված բնութագրով կազմակերպված մրցույթի արդյունքները։ Հիմա եթե այստեղ չեն հետևել աշխատանքին եւ նորից դրա համար կրկին նույն աշխատանքն անում են, այստեղ պետք է արդեն ուսումնասիրի թե տվյալ անձը, որը պատասխանատու եղել, իսկ ինչով է զբաղվել ինքը, որ անհրաժեշտություն է առաջացել, պետությունը կրկնակի գումար է ծախսում, էլի։ Այդ մասով ինչքան էլ որ հսկողության մեխանիզմներ բարձրանան, ինչ էլ որ լինեն, պետքա ճիշտ կառավարելի լինի, այսինքն անձը ով այդ ամենի պատասխանատուն, պետքա հստակորեն սկզբից մինչև վերջ հետևի իր գործառույթներին, որովհետև գնումների գործընթացն ինչ է, գործիք է քո պահանջի համապատասխան ընկերություն գտնել, որը կիրականացնի քո պահանջը։ Հիմա տվյալ դեպքում, երբ որ չեն հետևել, չեն արել, պայմանական եմ ասում, երբ որ հանրային հսկողություն իրականացնող լրագրող կամ հասարակական կազմակերպությունը վստահորեն չունի այդ մասնագիտական գիտելիքը, որ ասֆալտի որակը ստուգեր, բիտումը տեսներ ճիշտ են խառնել եւ այլն, էլի։ Այս մասերով էլ կա հստակ խնդիրներ, էլի, այսինքն պատասխանատու անձը պետք է գիտակցի իր պատասխանատվության շրջանակը եւ պատասխան տա այն ամենի համար, ինչի համար ինքը կոպիտ ասած նշանակվել է։ Պարոն Հովհաննիսյան, եւ նաեւ այս ամեն ինչի ֆոնին նաեւ նշվում էր, որ տեղ հսկողին շատ քիչ գումար են առաջարկում եւ դրա համար ունենք այն ինչ ունենք, այսինքն նա հավելյալ ջանք չի գործադրում, գնա ստուգի, տեսնի ինչ աշխատանքներ են իրականացվել։ Այս մասով խնդրում եմ մի փոքր մանրամասնեք, իսկապես դա այդպես է, ինչպես նշում եք։ Իրականում փորձ ուսումնասիրելով, այո, տեխնիկական հսկողության մրցույթները կայանում են շատ ցածր գներով, բայց տեսեք, ընկերությունը, երբ որ ընկերության հանդեպ կիրառվեն որոշակի պատժամիջոցներ, ընկերությունը գիտակցի, որ ինքը չի կարող այդ ծառայությունը 1000 դրամանոց ծառայությունը 10 դրամով անել, ընկերությունը երբեք 10 դրամ գնառաչարք չի տա։ Այս դաշտը բաց է, կանոնակարգում չկա եւ դրա համար այդ խնդիրն առաջանում է։ Քաղաքաշինական նորմերով հստակ տոկոսային հարաբերակցություններ կան պայմանական շինարարության, որ տոկոսը պետք է նախատեսվի տեխնիկական հսկողության համար։ Այստեղ քանի որ բաց է տիրույթը, այդ խնդիրներն առաջանում են, բայց վերջի անցյալ տարի լիցենզիաների փոփոխության հետ կապված արդեն ահագին խստացվել են, հիմա համ լիցենզիա ստանալն է դժվարացել, համ լիցենզիայից զրկվելն է հեշտ դարձել, արդեն ընկերությունները մի քիչ ավելի պատասխանատվության զգացումը բարձրացել է, բայց այդ մասով այո, համամիտ եմ ձեր հետ ու գտնում եմ, որ խնդիրը միայն նրանում է, որ վերահսկողություն չկա դրա համար, այսինքն օրինակ ձեր բերած դեպքի համար տեխնիկական հսկողը ստորագրել է, որ համապատասխանում է։ Հիմա եթե տեխնիկական հսկողը 1 պատժվեն, 2 պատժվեն, 3 պատժվեն, մնացածը արդեն տեսնելով այդ ամեն ինչը հստակ կգիտակցեն, որ այո կա գնառաչարք, պետք է որակին անել։ Այստեղ պետությունը գործիքներն ունի, այլ բանը կիրառվում են, թե չեն կիրառվում, էլի։ Չեն կիրառվում։ Ստացվում է, որ չեն կիրառվում։ Եթե կիրառվեր, ոչ մեկ 1000 դրամանոց, իհարկե ներողություն, որ այդ թվերով եմ ասում, 1000 դրամանոց մրցույթին 10 դրամով չէին հաղթի, էլի։ Ընդհանուր առմամբ լիահույս ենք, որ կառավարության որոշմամբ գնումների ոլորտը ել ավելի կհեշտացվի, այսինքն տնտեսվարողների եւ պատվիրատուների գործառույթը ել ավելի կհեշտացվի, հարթակը կլուծի խնդիրների մեծ մասը եւ այսօրվա բաց մասերը, հա մենք ունենք օրինակ էլեկտրոնային աճուրդի ընթացակարգ, որի դեպքում պատվիրատուները նախընտրում են այդ եղանակով մրցույթ տանել, մեծամասամբ փաստաթղթերը էլեկտրոնային տեսքով գեներացվում են եւ ավելի հեշտ է։ Վստահորեն նոր հարթակը այդ
բոլոր առանձնացված 4-5 հարթակի լավ կետերը վերցված լինելու է ու շատ կարևորում ենք այս մասը, որ կլինի էլի լավը կլինի, լիահույս ենք, որ ֆինանսների նախարարությունը 2000 թվականից այս կողմ կկազմակերպի ամենալավ գնումների օրենսդրությունը։ Շատ հույսով ենք։ Պարոն Հովհաննիսյան, եւ նաեւ անգլերենի հետ կապված ինչ-որ փոփոխություններ մտցվել, չէ՞, դա կասեք ինչ է։ Անգլերենի հետ կապված ներկայումս մեր գործող օրենսդրության համապատասխան ցանկացած մրցույթ անկախ բարդության աստիճանից պարտադիր է հայտը ներկայացնել հայերեն լեզվով։ Մնացած լեզուները կարող են եւ ներկայացնել, բայց եթե հայերենը չլինի, չի դիտարկվում, եթե տարբերություն լինի հայերենի եւ ռուսերենի միջեւ, օրինակ կամ անգլերենի միջեւ, հայերենն է հիմք ընդունում, այստեղ մեծ ընկերությունները, երբ որ մրցույթը կազմակերպում եւ պետք է մասնակցեն, տեղում արդեն իրավաբան են վարձում, մասնագետ են վարձում, որ փաստաթղթերը սարքեն, ներկայացվեն, բայց մենք ի սկզբանե մրցույթ հայտարարելուց գիտենք, որ դա, հա, դրսի ընկերություն պետք է մասնակցի, ոչ թե դրսի ընկերություն պետք է, այլ հիմնականում դրա մատակարարները դրսի ընկերություններ են։ Այստեղ փաստաթղթերը հնարավորություն է օրենքով ընձեռվում, որ ի սկզբանե մրցույթը հայտարարելուց սահմանենք, որ նախընտրելի լեզուն ոչ թե նախընտրելի, հայտը կարող է ներկայացվել նաև անգլերեն եւ կարող ենք նույնիսկ սահմանել, որ հայերենի եւ անգլերենի միջև տարբերություն լինելու դեպքում հիմք է ընդունվելու անգլերենը։ Սա եւս շատ կարեւոր որոշում է։ Իհարկե սա տեղական գնումների դեպքում չի կիրառելի չի, բայց երբ կազմակերպում ենք ընթացակարգեր, որոնց մասնակցում են դրսի կազմակերպություններ։ Օրինակ այդ ռազմարդյունաբերության ոլորտի գնումների մասին։ Դե տեսեք, ռազմարդյունաբերության ոլորտը այլևս էլ գնում չի լինելու, մեկ անձ է լինելու, հա, ինքը այդ մասով ավելի ճկուն է լինելու, բայց իհարկե այդ մասով էլ շատ կարեւոր է փաստաթղթերը բան ամբողջապես կստացվեն անգլերենով շատ ավելի հեշտ կլինի։ Բայց ռազմարդյունաբերությունից բացի շատ բաներ են ձեռք բերում, հա, գիտական սարքեր են ձեռք բերվում, ասենք օրինակ, չգիտեմ, ավտոբուսներ են ձեռք բերվում, տրոլեյբուսներ են ձեռք բերվում, ատոմակայանի համար են ինչ-որ բաներ ձեռք կան մրցույթներ, տեսակներ, որոնք իրենց առումով դրսի ընկերությունները պետք է մատակարարեն, հա, իրենք են դրա շահառուները եւ ավելի էժանացնում այդ եղանակով, այդ մարդկանց ավելորդ տանջելու, ավելորդ լրացուցիչ, ի վերջո երբ մարդու վրա լրացուցիչ բեռս դնում իր ինքնարժեքը բարձրանում, պետությունն է դրա համար վճարում, էլի, այսինքն եթե ինքը կոպիտ ասած մարդ է վարձում, աշխատանք է տանում, փաստաթղթերը հետագայում պետք է անել, դրա համար գումար է տալիս, որը մտնում է իր գնի մեջ եւ գինը բարձրանում է։ Այս փոփոխությունն էլ շատ լավ փոփոխություն էր ու տեղին էր, սպասված փոփոխություններ ու վաղուց էր պետք անել, էլի։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Factor TV-ի տաղավարում իմ զրուցակիցը Promotion ընկերության տնօրեն Հայկ Հովհաննիսյանն էր։